այսօր ունենք փորձարարական եթեր Քիմիկ ենք այսօր քիմիկոս բաներ ենք անելու քանի որ հիմա ընթանում է մրցանակաբաշխությունների սեզոնը դարաշրջանը ուզում ենք որն է հարգելի հարգելի եւ սիրելի Մարտինը ուզում է կիսվի բոլորիս հետ այդ թվում նաեւ իմ լինեմ անկեղծ մրցանակաբաշխությունների ընթացքից արդյունքներից Եվ այլն Եվ ինչ սպասել Օսկարից եւ այլն Խոսափողը փոխանցում եմ Մարտինին մեկ վերցրա Այո քանի որ հիմա award season-ն է ինչպես ասաց Հրաչը պետքա ու Օսկարին բան չմնաց ունենալու ենք մեծ եթեր եւ այլն միշտ խոսալու ենք ֆիլմերից եւ այլն այս ընթացքում մի քանի մրցանակաբաշխություն են տեղի ունենում որոնք տանում են դեպի Օսկարը, բայց դեռ չգնանք ԱՄՆ, ասում եմ, Հյուսիսային Ամերիկա եւ այլն, խոսենք 38-րդ European Film Awards-ից, որը տեղի ունեցավ հունվարի 17-ին Բերլինում, ու այստեղ եվրոպական Օսկարն է կարելի ասել, եւ այստեղ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, սցենարիստ եւ այլն, դերասան եւ դերասանուհի ամբողջությամբ ամբողջ հաղթանակը տրվեց մեր շատ սիրված Sentimental Value-ին, ամբողջ հաղթանակը ամեն ինչը նրանն էր այստեղ, այս հրաշալի ֆիլմին էր, նրա մրցակիցներն էին նրա Օսկարյան մրցակիցները, It was just an accident-ը, Սիրատը, Sound of Falling-ը, Մաշա Շիլինսկու են գերմանական ֆիլմը, որը շատ լավ է նկարած, ինքը չեմ հիշում Կաննից էր, թե Վենեցիայից, թվում է թե Կաննից էր, եւ նույն The Voice of Indra Jabba Բոլորը այդ ֆիլմերն էին, դե ճիշտ է, իրանք պատկերացրա, մեկը իրանական ֆիլմ է, մեկը թունիսական, բայց երկուսն էլ Ֆրանսիայի հովանու ներքո էին, ֆրանսիական բանի տակ է գնում, երկուսն էլ տենց է գնում էին եւ այստեղ հաղթեց Sentimental Value-ն, այստեղ Արկոն հաղթեց լավագույն լիամետրաժ ֆիլմ, մուլտֆիլմ ու Lifetime Achievement Award-ը տարել բոլոր ժամանակների լավագույն դերասանուհիներից մեկը միգուցե եւ Լիվ Ուլմանը Բերգմանի բոլոր ֆիլմերի դերասանուհին եւ եվրոպական European Achievement այսպես ասած համաշխարհային գրականության մեջ տարել է Ալիչե Ռորվախերը հրաշալի գերմանական ազգանունով իտալացի ռեժիսորը նրա բազմաթիվ ֆիլմեր կարող եք նել Լացարո Ֆելիչեն եւ այլն այս վերջինն էլ չեմ հիշում ինչ է վերնագիրը որտեղ Ջոշ Օկոնորն էր խաղում շատ ուժեղ ռեժիսոր է եւ այս երկուսն էլ այս Օկոնորը մեր սիրած Ջոշ Օկոնորն այո հիանալի մրցանակաբաշխություն է եղել ու հիանալի հաղթական ֆիլմով այսպես ասած Դե հա, ինձ թվում է Եվրոպայում Sentimental Value-ն էստա, քանի որ ինքը ոչ միայն եվրոպական կոնկուրենցիայի մեջ է այս բանը։ Այո։ Ինձ թվում է ակնհայտորեն ոչ մի այլ տարբերակ չպետք է ընտրվի։ Secret Agent-ը ոչ մի եվրոպական co-production չուներ։ Դե չէ կյանքներս ուտելու էր, ստե։ Հա։ Ոնց որ հա բավականին հաջող մրցանակաբաշխություն։ Այն Big 5-ը տարել է, դստեղ մոնտաժ չկա ոնց որ, ստեղ film screenwriter director-ը որ լրիվ կարևորներ են։ Այո։ Հիմա անցում կատարենք մեկ փառատոնի, որը սենց ինքը կարելի ասել նիրյադվում է, ստե։ Այս մրցանակաբաշխության մեջ սենց մտնում է իր փառատոնային վիճակներով, որտեղի ֆիլմերը լինելու են մյուս տարվա այս շրջանում, եթե այդպիսի ֆիլմեր լինեն։ Բերլինալեի մասին է խոսքը, 76-րդ Բերլինալեն է տեղի ունեցել, փետրվարի 12-ից 22-ին Բերլինում զարմանալի, այն էլ էր Բերլինում ժյուրիի պրեզիդենտը ինչպես ասել ենք մեր նախորդ հանդիպման ժամանակ Վիմ Վենդերսն էր այստեղ ոսկե արջը տարել է դեղին letters-ը նամակներն է, չէ՞։ Gelbe Brief։ Հա, в общем, դեղին նամակներ ֆիլմը գերմանա-ֆրանսիա-թուրքական արտադրության ֆիլմը Իլկեր Չատակի նկարահանած ֆիլմը բավականին եվրոպական ժամանակակից թեմաների շուրջ է, այստեղ թուրքական ինչ-որ ընտանիք Գերմանիայում է, վիզան ավարտվում է, իրանց երեխան մեծացել է հենց այդ միջավայրում, հիմա պետք է վերադառնան Թուրքիա, թե պիտի վերադառնան ինչ-որ այլ միջավայր, որտեղ էս երեխան, որը Եվրոպայի հետ կյանքին է սովոր, պետք է հարմարվի եւ այլն, այ տենց ինչ-որ սյուժե է այս ֆիլմը Չեմ կարծում, որ Օսկարային ֆիլմ է, այսպես ասած, որտեղ այնտեղ եւ ռեյտինգ եւ մետասկոր հետևել եմ եւ այլն։ Նու Բերլինալեն ինչպես եւ մի անգամ էլի նշել եմ, ինքը շատ հաճախ աչքի չի ընկնում նմանատիպ ֆիլմը, որպես օրինակ sense մի բան ասեմ, օրինակ անցյալ տարվա Բերլինալեից
Awards season-ում արդյունքում հայտնվեցին ընդամենը 2 ֆիլմ, մեկը Blue Moon-ը, ով հիմա Division-ների մեջ է, ու If I Had Legs, I'd Kick You ֆիլմը, որը հիմա լավագույն դերասանուհու տիտրոսի համար է պայքարում Rose Byrne-ը։ Մնացած բոլոր ֆիլմերը իրանք ուղղակի կորել են այս բանում, հիմա չկան այնինչ պետքա լինեին։ Բայց իմ անձնական research-ի արդյունքում ես մի ֆիլմ եմ գտել, որը ոչ մի մրցանակ չի տարել Բերլինալեում, բայց ունի Metascore 86, 10 քանի կրիտիկով եւ 8.1 IMDb rating։ Թվում է թե բրազիլացի ռեժիսոր Bet de Araújoի Josefina ֆիլմը։ Այստեղ պատմում է ինչ-որ աղջկա 8 տարեկան աղջկա մասին, ով Golden Gate Park-ում, այդ որտեղ է Սան Ֆրանցիսկոյում, հա։ Դե եթե մոստի հետ կապ ունի, ուրեմն հա, հնարավոր է։ Այդտեղ ինքը ինչ-որ շատ ահասարսուր crime-ի է ականատես լինում, ու դրանից հետո պետքա հասկանա ոնց շարունակի ապրել, ոնց իր անվտանգությունը պահպանի եւ այլն, իսկ նրա ծնողները եւ այլն չեն կարողանում ապահովել նրա այդ անվտանգ վիճակը, որտեղ ինքը տես բան է տեսել, իսկ նրա այդ, չգիտեմ ծնողներն են թե ովքեր են, միգուցե եւ իրանք են, այդ երկու մեծահասակների դերում խաղում են Չենինգ Տատումն ու Ջեմմա Չանը։ Հա, ֆիլմը թվում է թե Օսկարային ֆիլմ է այս պայդրությամբ, որտեղ 86 Metascore, 10 քանի կրիտիկով, դա արդեն բավականին բանի մասի խոսում է։ Ես մեծ հույս ունեմ, որ այդ տեսակ ֆիլմ է, ոչ թե հերթական, բայց չէ, արդեն Metascore-ը հուշում է այդ մասին։ Այս ամենն է ինչ կարելի էր Բերլինալեի մասին խոսել, մնացած это пожалуй всё что хотел сказать о Վիետնամի։ Դա Վիետնամի, հա։ Այո, հիմա կգնանք դեպի մի շատ իմ կողմից սիրելի մրցանակաբաշխության մասին խոսենք։ Փետրվարի 26-ին տեղի ունեցավ 51-րդ Սեզար մրցանակաբաշխությունը, որը բավականին հետաքրքիր է անցել մի հատ պատմության պատճառով։ Մի հատ սկզբից խոսեմ դրա մասին, թե վերջում խոսեմ։ Արի վերջում, որտեվ այդ հետաքրքիր կսպասեք, կլսեք վերջում, հա։ Ֆիլմում այս փառատոնում հաղթանակ կատարել The Ties That Bind Us, ոնց որ ռուսները իրանց որպես կապվածություն են թարգմանել։ Կապվածություն, հա։ Ինչպես եւ շատերը կսպասեիք, ես այս ֆիլմը նայել եմ։ Հենց շատ կարճ ժամանակ առաջ իրականում, հա։ Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, սենց ինչ որ արվեստի մեջ խրված ինչ որ կին է, չի սիրում իր հարևաններին եւ այլն բան, նրա երիտասարդ զույգ հարևաններ իրանց երեխային թողում են իր մոտ ու գնում են որ հերթական անգամ ծննդաբերի այն աղջիկը, այդ զույգի աղջիկը ու այդ ծննդաբերության ժամանակ այս աղջիկը մահանում է։ Հենց այդ որ պիտի ծննդաբերեր ու արդեն իր ամուսինը մնում այդ երեխայի հետ ու այս կինը ով դրանց հետ արդեն բավականին կապված էր ու փոքր երեխան շատ հետաքրքիր կերպար է, ասենց ասած, այստեղ Վալերի Բրունի Դետեսկին է խաղում, ինքը շատ հայտնի դերասանուհի է, տենց Եվրոպակը քո ասած են Շիրակ ոնց է ասում, Վուսկիր Կրուգախ այդ ձևի դեմքա, բավականին սենց բան իրավիճակ է, ճիշտն ասած, ֆիլմը անցյալ չէ, այլ այն անցյալ տարվա Վենեցիայի Օրիզոնտիում է եղել, ոչ թե Golden Lion-ում, ու տես որ ինքը հաղթել է այստեղ Սեզարը ու գիտես ինչ ֆիլմեր են մրցել նրա հետ Սեզարի գլխավոր մրցանակի համար։ Նայում եմ։ It was just an accident. Ով էլ կասկած էր։ Ռիչարդ Լինկլեյտերի Nouvelle Vague ֆիլմը, նորալիքը, այստեղ նա հաղթել է լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն մոնտաժ, լավագույն կոստյում, որ ինչ որ այնտեղ չէր բանար, այստեղ ինքը հաղթել է, Case 137 ֆիլմն է եղել։ Այս գլխավոր դերասանուհուն էս Լեա Դրուկերին, ինքը ես իրան տեսել եմ Վենեցիայում, որտեղ ոնց էր այդ ֆիլմի անունը, խնամակալություն էր կոչվում, ոնց որ ընտանեկան բռնության մասին ֆիլմեր է դերասանուհին է, ինքը այստեղ խաղում է այն որ Police of Police կան, որ ոստիկաններին վերահսկող ոստիկան։ Իրանք ինչ որ մի հատ վիճակ են ստեղծում, ուսումնասիրում, երբ այդ Yellow Jackets-ը որ կար է, որ այդ ցույցերն էին եւ այլն, ինչ որ մեկը վիրավորված է լինում Ֆրանսիայում, ու այդ case-ը պետք է ինք ուսումնասիրի, պարզվում է որ շատ կասկածելի գախտնի ու կասկածելի case է եւ այլն, այդ ֆիլմն է եղել ու տենց մեկ էլ բանը Little Sister ֆիլմը, որը կաննում է եղել, փոքրիկ քույրը ֆիլմը։ Հա, այդ չէ, այդ ֆիլմը չի, դու իստում ես խառնում ես Ugly Stepsister-ի հետ։ Այդ ֆիլմի հետ ես խառնում։ Եվ փոքր քույր ֆիլմը այստեղ էլի շատ ժամանակակից եվրոպական տենց բանը, ալժիրական ընտանիք է, որտեղ աղջիկը կաննում լավագույն դերասանուհի ախտել իդեպ անցյալ տարվա։ Այստեղ ինչ որ Ալժիրա
ֆրանսիական ընտանիքը, որտեղ այս աղջիկը պետք է համապատասխանի իր ալժիրական ընտանիքին եւ համապատասխանի այն ամենին, ինչը ինքը ստուդենտ է, այդպես ընդունվել է եւ այլն բան, ու պետք է, չգիտի ոնց հարմարվի այն իրավիճակի հետ, որ ինքը իր հասկանալով ինքը ավելի շատ հավանում է աղջիկներին, ոչ թե տղաներին, ու շատ եվրոպական ֆիլմ է, այսպես ասած, լուրջ դրամա է, ալժիրական ընտանիք պետք է այսի ու էսի sense բանանի, որ օքեյ լինի եւ այլն, որ իրան տնից դուրս չանեն կամ չգիտեմ, էլ ինչ չանեն։ Հաղթել է Queer Palma-ում, լավագույն դերասանուհի ու Palma-ի նոմ է եղել։ Այս տեսակի ինչ հետաքրքիր է, Արկոն նույնպես ստեղել է հաղթել լավագույն լիամետրաժ ֆիչր, լավագույն երաժշտություն է հաղթել, իսկ Սեզարը ես շատ եմ սիրում մի բանի համար, այստեղ կա նաև լավագույն օտարալեզու Best Foreign Film։ Ինչ կա, ինչ ես կարծում, ով է հաղթել Best Foreign Film-ը Սեզարում։ Sentimental Value-ն։ Չէ։ Անգլերենի Hamnet-ը։ Չէ։ Այն ֆիլմը, որ ենթադրվում է, որ պետք է ամեն ինչ One Battle After Another։ Լավագույն օտար ֆիլմ, Best Foreign Film, տենց է, հաղթել է One Battle After Another, այստեղ նրա հակառակորդներն են եղել Secret Agent-ը։ Okay։ Ջողմաս ստեղ իրանք նույն բանի մեջ են, որովհետև ոչ ֆրանսիական են։ Sentimental Value-ն, Sirate ով բոլոր տեղերը կա, բայց երբեք չի հաղթում։ Sirate ու Չինական մի հատ ֆիլմ, որը կոչվում է Սև շուն, հետաքրքիր սյուժե ունի, չես պատկերացնի, Գուան Հու ռեժիսորի։ Ուրեմն, երբ որ 2008 թվականի այդ օլիմպիադան պետք է լիներ Պեկինում, ուրեմն շները շատ են եղել Պեկինում ու տենց մարդկանց են hire արել, որ փողոցներից շներին հավաքեն։ Ու տենց մի հատ տղա բանտից նոր ազատված, իդեպ սպանության համար է ինքը բանտում եղել, ազատվում է ու այս գործին է ինքը ընդունվում ու պետքա շներին մաքրի այդ փողոցներից ու ինքը ընկերանում է մի հատ Սև շան հետ ու տենց իրանց պատմությունը գնում է, չեմ նայել ֆիլմը։ Լավ, այդ բան կղզու վրա չեն տանում, դառնա մուլտիկ։ Մի խոսքով, թվում է թե բավականին ուժեղ ֆիլմ պետք է լինի, ինքն էլ ա եղել այստեղ հակառակորդը այս մարդկանց ու դե չի հաղթել պարզա։ Այտենց, այս ֆիլմը ինձ թվում է ես կնայեմ առաջիկա ժամանակներս, այսպես ասած, մի բան ինձ շատ դուր չեկավ, դեռ չանցնենք այն նրան, ինչ որ ես պետք է ասեի։ Ընդհանրապես լավագույն կատեգորիաներում բացակայում էր Ֆրանսուଆ Օզոնի օտարը, այսպես ասած, ինքը Կամյուի գիրքը հերթական անգամ ինչ որ մեկը Եվրոպայում ադապտացրել է, ես Վիսկոնտիի ֆիլմն եմ նայել ժամանակին, բայց չէի հիշում այդ ֆիլմի մասին ընդհանրապես, այնտեղ Մարչելո Մաստրոյանին է խաղում Միշելով։ Շոտ ինքը ոդում կա այս 2-3 օր, ես ինչպես եւ ենթադրում եք նայել եմ արդեն շատ ուժեղ ֆիլմ է։ Ես ասենց ասեմ, Օզոնի ֆիլմոգրաֆիայի ֆանատ չեմ ընդհանրապես, նրա ֆիլմները ինձ դուր չեն գալիս, իրականում, չգիտեմ, տենց շատ սենց են, որ սենց չգիտեմ ինչեր է ուզում նկարածել լինի, այս ֆիլմը իրոք շատ լավ ֆիլմ էր, ես նայեցի, երբ որ գիտեք ինչն էր հետաքրքիր, երբ որ ես գիրքը կարդացել եմ Օտարը, ես այդ իրավիճակը հենց պատկերացրել եմ այն տեսակի, ինչը որ այստեղ նկարած էր, այսինքն ես այդ մարդու այդ էգզիստենցիալ կրիզիս է այդ մարդու, որ իր մայրն է մահանում, բայց իր մոտ ապաթիա է եւ այլն բան, չի կարողանում ինքը սենց տխրություն ցուցաբերի, այնտեղ իրան դրա համար են մեղադրում, որ մոր թաղման ժամանակ ընդհանրապես չի տխրել եւ այլն, այտենց ես հենց այսենց եմ ես բանը պատկերացրել, Չորնոբիլի, սև ու սպիտակ, black and white էր նկարած, օպերատորականը ուղղակի աննկարագրելի, չգիտեմ, այս ֆիլմը իրոք արժի որ նայեն մարդիկ, ինքը հենց 60-70-ականների ոճով էր նկարած, շատ ուժեղ էր նկարած, դերասանը շատ լավ էր խաղում եւ թվում է թե Սեզարը այստեղ բավականին բաց թողում էր արել։ Բայց Ֆրանսիայում կա մեկ այլ մրցանակաբաշխություն, որը կոչվում է Lumière Awards, ինքը 31-րդն է եղել։ Սեզարը ինքը ֆրանսիական ֆիլմերի մրցանակաբաշխությունն է, իսկ Lumière-ը ֆրանսերեն ֆիլմերի in French, ջոգիր հա։ Այստեղ ամբողջ մրցանակաբաշխությունը ինքլորիվ էլ նույն ձև նոմերնել են նույնը մոտավորապես։ Linklater-ն է գրես։ Չէ, այստեղ ամբողջը հաղթել է The Stranger-ը, այս օտարը ու Best Director էլի հաղթել է Linklater-ը, այստեղ օտարը լավագույն ֆիլմ, դերասան, սինեմատոգրաֆի։ Հիմա անցնենք Jim Carrey-ին։ Ինչն էր այստեղ հետաքրքիրը, շատերը կարծում էին, որ Jim Carrey ինչ որ դվայնիկն է, որովհետև ինտերնետը տրակել էր այդ հարցի շուրջ։ Այնտեղ դաշ ինչ որ մեկը վիդեո էր բանարել, որ հենց իրան է hire արել Jim Carrey-ին, որ ինքը գնա այդ ամեն ինչն անի, բայց չգիտեմ, ինչ կարծիք ունես։ Դա չեմ հավատում տենց։ Դա կարող է վերջում ինչ որ տենց բան բարձրի, բայց դա չէ։
Իսկ մողակի լիքը պլաստիկ վիրահատություններ image-ը փոխվել է։ Մի քանի ամիսվա համեմատ դաժե շատ ուրիշ է դեմքը, չգիտեմ։ Միգուցե իմացել է, որ սենց բան է լինելու, ասել է լուրջ դեմք Սեզար չէ, վերջը։ Գուցե, բայց դե ես գիտես, ինչ խիստ վատ են վերաբերում բոլոր պլաստիկ վիրահատություններին։ Կան իհարկե դեպքեր, բայց մեկ միևնույնն է։ Բայց դու պատկերացնում ես, էսի շատ մեծ պատիվ է, Honorary Caesar-ը, այնց մարդու են տալի, որ այն որ վсё, ու Jim Carrey-ին հիանալի մարդը հələ 6-7 րոպե ֆրանսերեն խոսացել է շատ ծիծաղալու ձևով, նայել եմ ես այդ վիդեոն, վերջում ասում է լեզուս կոտրվեց ես ֆրանսերեն խոսալուց, վերջում երկու բան ոնց որ թե անգլերեն ասում է թե չէ։ Ինչ շատ դուր եկավ այդ պահը, որտեվ այս մարդուն արժի էլի Դե հա, դե հիմա ինքը տենց դրամա դերասան չի, հետաբար տենց ինչ-որ սուպեր օվորներ չի տանելու, նո չնայած կան դրամաներ հետ Truman-ը։ Չէ, ինքը ունի, հա, ունի, ինքը երկու հատ դրամա Golden Globe ունի, մի հատ այդ Man on the Moon-ը, բայց Օսկարինում չեղավ դաժե։ Դե մի խոսքով ուզում եմ ասեմ, իր achievement-ները ու ներդրումը կինեմատոգրաֆում всё-таки շատ մեծ է, ու այնց որ շատ լավ ստացվեց։ Մասկան, ասենք Դե Մասկա, Liar, Ace Ventura, այն Ապուշկինն, որը մեկա խնդալու է տուպոյի շտուպեի։ Me, myself and ոնց է չէ։ Я еще один, я։ Չգիտեմ, ես այս մարդուն շատ եմ սիրում։ Ես շատ սիրում, այո։ Իդեպ ես իրան նույնպես Վենեցիայում հանդիպել եմ։ Ապրես։ Ալալա չէ։ Ու ինքը սենց ասեմ, ինքը այդ պրես կոնֆերանսի ժամանակ է, որտեվ ինքը չեմ հիշում, ինքը ֆիլմով չէր, ոնց որ թե ինչ-որ դոկումենտալնի ինչ-որ բան, բայց այդ պրես կոնֆերանսը ուղղակի այնքան հավես էր, չէ, ինքը սենց նաուշնիկներն էր հանում դնում, ասում էր, այս ինչ որ իտալերեն է խոսում, այս իսպաներեն է խոսում, ասա ձերով անում էր այն թարգման, թե այս ինչ է, ու դες մի 10 րոպե բոլորին ծիծաղացնում էր ու լրիվ իր դերի մեջ էր։ Մի խոսքով շնորհավոր ենք այս մարդուն, Jim Carrey-ին, այո։ Մեր մեծ աղբերն է։ Ցոտա։ Ծիծաղալու։ Ահա, եւ այս հատվածում եւս մի մրցանակաբաշխության մասին խոսամ։ Փետրվարի 28-ին ձմռան վերջին օրը Բարսելոնայում Մեսսի Պեդրին տեղի ունեցավ 40-րդ Գոյայի մրցանակաբաշխությունը, շատ լուրջ sense։ Այստեղ ես ֆիլմերը ուսումնասիրել եմ շատ լավ։ Հաղթելա Կիրակիներ կոչվող ֆիլմը, հաղթելա լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն original screenplay, լրիվ Պոլ Թոմաս Անդերսոնը արել, կնոջ կողմից նկարահանված Ալաուդա Ռուիս դե Ասուա, նրա անունն է, ռեժիսորի անունն է, ինքը կրոնական տրիլեր է ինչ որ այս ֆիլմը, ինչ որ երիտասարդ աղջկա մասին է, Այնարայի անունը, ինքը աշխատանքներ է փորձում գտնի եւ այլն ու որոշում է որ պետքա ինքը նան դառնա ոնց է դայակ չէ կուսակրոն в общем էլի մանաշկա պետքա դառնա նրա ընտանիքը sense շատ անհանգստանում դրանով եւ այլն չեն ուզում նրան թողնել տամինի բայց ինքը մեկա որոշում է գնալ նրա մորակույրը ում անունը Մայտե է ոնց որ թե չգիտեմ ինչ գլխավոր դերասանուհին է այդ այս ֆիլմի ով իրան փորձում է նայել նրան փորձում է համոզել որ չէ եւ այլն ու ինչա պարզվում է այս աղջիկը այդքան էլ այդ մաքուր նպատակներով չի գնում այդ ամեն ինչի հետևից ինձ շատ է հետաքրքրում ինքը դե գիտես տրիլեր բառը հենց տեսնում եմ ոյ տրիլեր ինձ թվում է շատ հետաքրքիր ֆիլմ է չգիտեմ երբ կնայենք այս ֆիլմը միգուցե տորենտում կամ ոդում դերևս չկա էլ չեմ ուսումնասիրել ընտրիկ ֆիլմն է հաղթել լավագույն սկրինփլեյը կոմեդիա է ինքը գիտես ինչի մասին է ոչեմ ինչ որ մեկը գնում է բանի Մադրիդի հոթել Փելեսը ու քաղաքացիական պատերազմից հետո բան անում ասում է պետքա բանկետ կազմակերպենք Ֆրանցիսկո Ֆրանկոյի ու նրա գեներալների համար էլ բան չգիտեմ ինչ որ տենց կոմեդիա է արդեն բավականին ծիծաղալու ֆիլմ կլինի ինչ ես կարծում հաջորդ նոմինանտ ֆիլմը որն է եղել լավագույն Սիրատը որը կրկին չի հաղթել բայց շատ բան ալավ դաշը գոյայում չի դե չի հաղթել որովհետև այս Սանդեսը կարող է շատ լավն է ինչ իմանաս բայց դե չէ երևի հաղթել լավագույն սինեմատոգրաֆի, լավագույն մոնտաժ, art direction, production supervision, չգիտեմ ես ինչ նոմինացիա, sound ու original score, այսինքն 6 մրցանակ է տարել, եղել է նաև Խուլը ֆիլմը, Div, տենց է, որ Div, в общем, խոսում է Փոթերին դա կավագործությունն է, չէ՞, կավագործությամբ զբաղվող ինչ որ կնոջ մասին։ Կամ կախարդությունն է, դերքսից մեկը։ Չէ, այնի է։ Okay։ Լուրջ լսում եմ։ Ինչ որ երեխա է ունենում, ով իրականում լսողություն ունի եւ այլն բան, հետաքրքիր
զացեպկա կա այստեղ այսպես ասած, ինքը իր այդ աղջկան սկսում է մեծացնել ինչ որ միջավայրում ու ինչ որ ձևերով, որ այդ աղջկան իրականում այդքան էլ պետք չի։ Իրան թվում է պետք է, բայց պետք չի իրականում։ Այդտենց ինչ որ դրամա է այստեղ հասունանում է ամեն ինչի շուրջ Մասպալոմաս ֆիլմը, որը էլի հետաքրքիր, շատ եվրոպական ֆիլմ է, էլի միգրանտներ են ու էլի մյուսը։ Մասպալոմասը դա ինչ որ կանարյան կղզիներում, ինչ որ տենց կուրորտնի տեղ է, որտեղ տարիքն առած ինչ որ sense մի գեյ տղամարդ բաժանվում է իր զույգից ու պետքա վերադառնա ուր Սան Սեբաստիան, որտեղ իր աղջիկն է ապրում, ու ոնց որ ասում են այս դեպքերում պետքա back to closet անի, back to closet պետքա անի, տենց ապրի իր աղջկա հետ, ծանոթանա նրա շրջապատի եւ այլն, ենթադրում եմ որ էլի ծիծաղալու ֆիլմ կլինի, էսի լավագույն ֆիլմի տեխնացուները։ Այստեղ կա երկու այլ մրցանակներ, այսպես ասած, մեկը Ibero-American ֆիլմերն է, այստեղ հաղթել է Արգենտինայի Օսկարի submission-ը, որը ես նայել եմ 2 ամիս առաջ, Բելեն է կոչվում, ոչ օրինական աբորտի մասին ֆիլմ է, շատ դեպրեսիվ ֆիլմ է ու ոչ տենց շատ ասոբը տենց հետաքրքիր չէր ինձ, այդ ֆիլմն է եղել Best European Film, որ ֆիլմն է հաղթել, ինչ ես կարծում։ Sentimental Value։ Բայց այստեղ ֆիլմի submission-ները շատ տարօրինակ են, այսպես ասած, ասեմ մյուս տեխնացուներին, չգիտեմ իրանք ինչ սրոկներով են արել, երբ են եղել, արդեն հասկանում ես, չէ՞, ինչ եմ ասում, երբ ա եղել իրանք submission-ը, երբ ա իրաց մյուս տեխնացուներն են եղել Կոնկլավը, անցյալ տարվա Օսկարից։ The Girl with the Needle, անցյալ տարվա Դանիայի նոմինանտը Best Foreign Language-ի։ It was just an accident, որը բոլոր տեղերում կա, ու էլի շատ եվրոպական ֆիլմ, բայց այն առաջին պատճառով, որ ասիր պորտուգալական On Falling ֆիլմը, որը պատմում է Շոտլանդիայում մի հատ էմիգրանտ պորտուգալացի կնոջ մասին, ով էլի վիզա եւ այլն բան ավարտվում այդտենց ինչ որ ֆիլմ։ Դաժան, այս Պորտուգալիայից ոնց որ գնաս Շոտլանդիա ապրելու դե պատկերացրա։ Ու ամենավերջին ֆակտը ասեմ այս Գոյայի մասին, թվում է թե կարամ, International Goya մրցանակ կա այստեղ, որը տալիս են համաշխարհային ֆիլմում մեծ ազդեցություն ունեցող մարդկանց, ինքը ընդամենը մի քանի տարի է, որ տրվում է 2022 թվականից։ 22 թվականին տվել են Kate Blanchett-ին, հաջորդ տարի Juliette Binoche-ին, հետո Sigourney Weaver-ին։ Անցյալ տարի Richard Gere-ին, իսկ այս տարի Susan Sarandon-ին։ Այսպիսի հավաքածու, այսպես ասած։ Իր ժամանակվա Սիդնի Սուինին, այո։ Այսքանը այս տեսակի մրցանակաբաշխությունների մասին։ Շնորհակալություն նման մանրամասն պատմության համար։ Գիտես։ Դե ինչ, անցնենք նախօսկարյան ամենակարևոր երկու մրցանակաբաշխության քննարկմանը, որից ես ուզում սկսենք։ Հերթականությունով գնանք, ժամանակային, երբ որը եղել է, տենց գնանք։ Փետրվարի 22-ին Երևանի ժամով 11 Փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ 79-րդ բրիտանական Ակադեմիայի մրցանակաբաշխությունը, այսպես ասած BAFTA Awards-ը, թվում է թե ինչ որ նորություններ, սյուրպրիզներ եւ այլն չեղան, հաղթեց որ ֆիլմը շատ հեշտ է գուշակել, ինձ թվում է։ One Battle After Another։ Այստեղ ի տարբերություն Օսկարի բանը շատ լուրջ է, այստեղ հստակ դրված է 5 նոմինանտ, այնտեղ կարան լինեն, կարա 6 դերասան լինի, 6 supporting դերասան լինի եւ այլն, բայց լավագույն ֆիլմը 5 ատա ու վերջ։ One Battle After Another, Hamnet, Marty Supreme, Sentimental Value, Sinners, and որ ամենա տենց բան ֆիլմերն են, որ պետքա լինեին թվում է թե One Battle-ը sweep-ի նման ինչ որ բան արեց, 6 մրցանակ տարավ, լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն ադապտացված սցենար, Violent, գրքից Sean Penn, ինչը բավականին զարմանալիորեն, հա։ Թվում էր թե Sean Penn-ի երգն արդեն երգված է։ Այն Golden Globe-ի ծխելուց հետո հա, դե ծխելը եւ այլն համել իրան չէին տալի, դաշ Ջեյկոբ Էլորդին տվեցին, ինչա իրան չտան։ Ինքը տարավ Best Supporting-ը, Cinematography-ին, որը ես Train Dreams չգիտեմ, այստեղ նոմեր թե չէ, ու մոնտաժ, այնպես որ մոնտաժներ են, որ այո։ 6 մրցանակ, Sinners-ը հետ չմնաց 3 մրցանակով, իր լավագույն երկրորդ պլանի դերասանուհի, ոնց մուսակուն էդի բավականին
հարցեր սկսեց փոխել, բայց հետագայում խոսանք այլ բաներից, որ ինչքանով երևի թե նաև չի լուծե։ Այս ընթացքում զուգահեռ նոր օդերն էի բացել, շատ բաներ ա փոխվել մեր վերջի քննարկումից, այո, լավագույն original screenplay ինչը թվում է թե ոչ մի սյուրպրիզ ու original score Լյուդվիգ Յորանսոնը թվում է թե հստակ քայլերով գնում է իր երրորդ Օսկարի հետևից, չէ՞։ Տենց է ենթադրվում Համլետը, լավագույն դերասանուհի, Best British film, այստեղ բախտը բերել է, որ ինքը British film-եր են, որ մնում էր British film-ն է չհաղթեր Սիրատի նման է, որ նույնիսկ Իսպանիայում չհաղթեց։ Մի խոսքով, դե Համլետի լավագույն դերասանուհին թվում է թե հասցրել, այստեղ ամենագլխավոր էս մրցանակաբաշխության highlight-ը, սա լավագույն դերասան, casting եւ այլն այս ամեն ինչն էր։ Լավագույն դերասան հաղթեց շատ երիտասարդ Ռոբերտ Արամայոն, ում մենք հիշում ենք որտեղից 33 տարեկան։ Ես 32 ատամից եմ։ Չէ, այդ ասեցի հարակ տենամ երիտասարդ, ես դեռ երիտասարդ, Պաստոր Շալոմեն իմ տարիքի է, ինքը ինձնից մեծ։ Պաստորն իրան գիտենք։ Հա, իրան գիտենք Game of Thrones-ից Ned Stark երիտասարդ, եթե հիշեք այդ Tower of Joy-ի կռիվը որ կա, հենց ինքն է։ Ոնց էր այդ ֆրազա կար Now it ends, since now it starts, now it ends. Այդ բանա ու գիտենք նաև ոնց հիշացրեցիր ինձ մի քանի օր առաջ Rings of Power-ից, որտեղ ինքը Elrond-ի նախա, որը ինքը չի եկել ու չեմ նայել կես ժամը նայել, բայց կարծում եմ արժի լավ է։ Դա արժին, դուք որոշեք, իմ դուրը չի եկել։ Արդար է։ Բայց հա շատ տաղանդավոր փաստորեն երիտասարդ դերասան։ Ու ինչն էր հետաքրքիր, երբ որ ինքը հաղթեց լավագույն դերասան, այնքան sense highlight-ային չէր իր ստանալ, ինչքան իր հոր ռեակցիան այդ ամեն ինչին, այդ մարդը քիչ ամենում ուշքը գնար, այնքան էր ուրախացած, sense օթերներ հելնում ինչ որ տենց վիճակներ էր եւ այլն, բայց սա այնքան բան չէր, սյուրպրիզ չէր, ինչքան casting հաղթելը, այսուհետ հաղթեց casting-ը, որ բոլորը ֆիլմերն էին նոմինանտ են, որոնք նաև Օսկարում են նոմինանտ, որտեղ որ Sinners-ն է, որը Օսկարում ամենայն հավանականությամբ հաղթելու է, ու տենց Rising Star-ն էլ ինքը տարավ, Ռոբերտ Արամայոն, մի խոսքով այս երեկոն Իրանով արեց, այսպես ասած, Բաֆտայում լավագույն օտարալեզու ֆիլմը Not in English Language-ը, տենց է մրցանակի անունը, իսկ գիտես լավագույն ռեժիսորի անունը ինչ բանով է, ոնց է մրցանակի անունը։ Այնտեղ best director չի պրոստը։ Բանա Դեվիդ Լինի անվան best director։ Տենց է։ Այնտեղ մի հատ Հենրի Կոնդա է, թե ինչա, չգիտեմ։ Ֆոնդա։ Չէ, Հենրի Կոնդայի մասին չի, Կորդա, ես ինչ Կորդա իր մասին է ինչ որ մրցանակ կա։ Լավագույն ոչ անգլերեն ֆիլմը հաղթեց Սիրատը։ Իհարկե ոչ Sentimental Value-ն։ Նոմինանտները բոլորը Օսկարի նոմերն էին, այնտեղ Hind Rajab, Sirat, մի խոսքով It was just an accident, ու որը մնաց, в общем, այն մեկը որը չեմ հիշում։ Բրազիլական ու բրազիլական, զե secret agent, պատահական գան ասեն, բան չես հիշում։ Ֆիլմ, որը լավագույն ֆիլմի տեխնատու չէր այստեղ, որովհետև տեղ չկար, քանի որ 5 ֆիլմը ընդամենը Frankenstein-ը հաղթեց լավագույն կոստյում, make-up and hair ու production design, ով էլ կասկածեր թվում է թե իր բանն է դրանք։ Best animated feature-ը բավականին այստեղ հետաքրքիր էր, որովհետև այստեղ ի տարբերություն են վերը նշված բոլոր մրցանակաբաշխությունների արկոն չկար։ Ու չկա նաև K-pop Demon Hunters-ը։ Այստեղ հաճախ չկային։ Չկար ու այստեղ հաղթեց Zootopia 2-ը, որը Բաֆտայում Zootropolis 2 էր, տենց էր իրանց մոտ բանով, ու մեր հայրենակից Մադլեն Շարաֆյանի նոմինանտ ու Little Amelie-ն, որը բոլոր տեղերը նոմա ու Սիրատի նման ոչ միտեղ չի հաղթում։ The Character of Rain, The Character of Rain, right։ Բայց այստեղ շատ հաճելի է, որ ընդամենը 3 նոմա ու մեկը Էլիոն էր, կարող ենք ուրախանալ։ Լավագույն sound effect, լավագույն visual effect-ներ Avatar, Fire and Ash, այստեղ մի այս ամեն ինչը մի զարմանահրաշ բան տեղի ունեցավ, Marty Supreme-ը ստացավ 0.11, ոչ մի 11 հատից ոչ մի ոնց որ բանդի Նյու Յորքան Օսկարում, եթե TNT ռեկլամը ճիշտ էր ասում 10 տարի առաջ, այո, այս արդեն բավականին sense մեծ ռեկորդային ինչ-որ վիճակ է, էլի, որովհետև թվում է թե հակա ռեկորդային գոնե թվում է թե մեկ բան պետք է տաներ։ Այսքանը Բաֆտայի մասին, ինքը բավականին փոփոխություններ մտցրեց իրավիճակների մեջ, այսպես ասած,
ու տեսնենք թե ինչ վերջում ամենը մի հատ Օսկարի օդերից ընդհանուր կխոսանք համ սագի համ բանի մի երկու բան հետաքրքիր բաներ կարելի ասել այո Դե անցնենք ուրեմն հիմա դերասանների գիլդիայի մրցանակաբաշխությանը Ինչ կասես Մարտին Ասեմ Այս մրցանակաբաշխությունը իր անունը փոխեց Ինքը մինչև այս տարի Screen Actors Guild Award-ը հիմա The Actor Awards-ը որ ինչ ա եղել բայց մեկ այնտեղ Powered by SAG-AFTRA այտենց ինչ որ վիճակներ ա Մարտի 1-ին այս մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Քանի որ այստեղ կա նաև TV, եկեք սկզբից sense TV-ով գանք, որ հետո բանը ինտրիգան գնալով բարձրացնենք։ TV-ում այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցել է ու սյուրպրիզներ էլ է տեղի ունեցել։ Սկսենք լավագույն կոմեդի դերասանից, ով էլ կասկածեր, իսկ հիմա Seth Rogen իր ստուդիո սերիալով, նույնը Կետրին Օխարան Էլի դե ստուդիոյի համար սա մի քիչ բան էր դա ինչքան մի ամիս առաջ է չէ մոտավոր մահացե բոլորը տխուր իրան տենց post-humus տվեցին post-humus ոնց են ասում այդ բառը post-mortem գիտեմ ոբշե տես տվեցին այստեղ թվում է թե ֆավորիտը Hex սերիալի Jean Smart-ներ ով ամեն ինչ հաղթում էր ու այս sense ստացվեց դե թվում է թե ինչու ոչ այստեղ կոմեդիայի Անսամբլը հաղթեց ստուդիոն, որտեղ կար մեր կողմից շատ սիրված Բրայան Կրենստոնը։ Okay։ Սեթ Ռոգենին էլ եմ շատ սիրում։ Բայց դե նրան մի քիչ ուրիշ դեր ենք սիրում, ու հատկապես իր այդ կոմեդիինի խաղացածը, որ այն վերջին սերիան վերջի ուղղակի շատ խնդալի։ Անկարագրելի էր, հաղթեց այնպիսի սերիալների, այսինքն անսամբլ է, այնպիսի այդ անսամբլով վաբշե էլի, ոչ թե սերիալն հաղթե, այնտեղ The Bear, Hex, այն որ մի խոսքով Դրամա այստեղ պիտի դերասան Նոա Ուայլին պատմական achievement-ի հասավ նա sweep արեց ամբողջ awards season-ը հաղթեց եւ այստեղ եւ Emmy-ում եւ Golden Globe-ում եւ Critics' Choice-ում եւ Television Critics Association Awards-ում ոչ մի տղամարդ դերասան դեռևս այս ամեն ինչը չէր տարել այնպես որ ինչ մարտիկ են չէ եղել պրոստը այնտեղ մրցանակա այդ բաններ ավելի ուժեղ մրցակցություն այնտեղ Ջոն Խեմ մի խոսքով թվում է թե բավականին բարդ ա եղել այն ժամանակ բայց այդտեղ էլ չգիտեմ օրինակ կար այն Ադամ Սկոթին տային միտեղ չգիտեմ էլի կամ Scott-ով Severance-ը չգիտեմ ասում իսկ ճիշտ որ ասեցիր Severance մտքից եկավ նեծը կենթայով ճիշտ է հա լավագույն դերասանուհի դրամայում այստեղ արդեն snap տեղի ունեցավ իրականում բոլոր մրցանակները հաղթում էր Ray Seahorn-ը Better Call Saul-ի մոտ դերասանուհին ինքը Pluribus-ի համար ամեն ինչ հաղթում էր այստեղ չհաղթեց Kerry Russell հաղթեց Դիպլոմատի համար որը ես նույնպես նայել եմ շատ լավ սերիալ է բայց ուղղակի չգիտեմ երևի թե Ray Seahorn-ը ավելի sense արժանի էր դրամայի անսամբլը դե գաղտնիք չի հաղթեց Պիտը ուղղակի համեմատելի սերիալ չի մնացած սերիալների հետ իսկ կարճ սերիալների բանով այստեղ չկա արդեն անսամբլ կարճերում ուղղակի կա դերասան եւ դերասանուհի ու այնտեղ supporting բան չկա ընդհանրապես տղամարդկանց մեջ հաղթեց շատ վաղահասակ Օուեն Կուպերը հեսա նայենք էլի 33 տարեկան չէ 14-15 ու իսկ կանանց մեջ Միշել Ուիլյամսը ինչը ով շատ շուտվանից պետք է ինչ-որ բան հաղթած լիներ թվում է թե որովհետև հա երբ որ ինքը Manchester by the Sea համար supporting չհաղթեց այն ժամանակ Օսկար շատ էի տխրել իսկ Dying for Sex սերիալում ինքը ուղղակի ոնց ասեմ աննկարագրելի խաղ է խաղում հեսա մահացող մարդու է խաղում ու մի խոսքով շատ տպավորիչ խաղեր live achievement-ը վերջում թողենք չէ երևի հիմա ասենք այն գլխավոր այն ամեն ինչ որ տեղի ունեցավ լավագույն supporting male այստեղ ոնց որ The Actor Awards-ում հաստատեցին BAFTA-ի արածը եւ Էլի Շոն Պենին տվեցին երկրորդ պլանը իսկ supporting female-ում վերադարձան Golden Globe-ին Էլի Էմի Մադիգան տվեցին ոչ Վունմի Մուսակու ոչ Տիանա Տեյլոր Էմի Մադիգանը էլի ֆավորիտ դարավ երևի թե այս պահի դրությամբ լավագույն female-ից ասենք որ Էնի հետո գա դե ամենաբանը է դա ինձ թվում է ամենաանհետաքրքիր մրցանակը հենց լավագույն դերասանին իրական ամիս առաջ լավագույն դերասանի մասին էլ էինք տենց խոսում այո բայց այստեղ ոչ մի բան տեղի չունեցավ մինչև Օսկարը եւ Ջեսի Բակլին թվում է թե
հաղթում է, իսկ այս անգամ երբ որ ինքը մրցանակը ստացավ, ինքը բարձրացավ բեմ եւ շնորհակալություն հայտնեց Էմիլի Ուոթսոնին ու ասաց որ my date today ոնց որ իր հետ էր էլի եկե ասաց որ ինքը ոգեշնչվել է նրա Breaking the Waves-ն շատ տարօրինակ բայց շատերի կողմից սիրված ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի Ռասիկայա Վոլնիում իր պերսոնաժի համար ոնց որ այդ խաղը իրան շատ ասենց բաներ է որ ինքը դերասանուհի լինի ուժեղ խաղա լավ խաղսովորի եւ այլն էլ շատ հուզվեց դե գիտես դերասանները տենց բեմից մեկը մյուսին շնորհակալություն հայտնում է այն նստածը արցունքների մեջ կորում է այսպես ասած եւ լավագույն դերասան ոչ թե Տիմոթի Շալամե այլ Մայքլ Ջորդան այո Մայքլ B Ջորդան այո այստեղ մրցանակը նրան տալիս էր Վայոլա Դեվիսը թվում է թե որ ինքը եկավ արդեն Պարզեր որ պետք է ինչպես եւ casting-ը outstanding cast-ը հա ասենց ասեց you shine bright Michael B Jordan ասենց գժվացելով ասենց երջանիկ բան զարմացած ասենց չգիտեր ինչ աներ ոնց ինձ տվեցիք իրոք ասեց որ շատ անսպասելի էր դες աղել ասում են բայց իրոք անսպասելի էր հա Տենց Մայքլ B Jordan-ի մրցանակը տարավ ինքը բանում էր խաղում Golden Black Panther-ում ինչ էր Killmonger-ը վերջը ունեցավ իր մրցանակը տրոն չեղավ բայց եւ լավագույն cast առաջին անգամ մեծ մրցանակաբաշխությունում չհաղթեց One Battle After Another-ը, այլ այստեղ հաղթեցին Sinners-ները, հենց բաները, մեղսագործները հաղթեցին ու բոլորով բարձրացան բեմ, Delroy Lindo-ն ամբողջ ճառը ասեց, այստեղ քանի որ մրցանակաբաշխությունը, այո, գլխավոր Sinner, Yannick Sinner, այս քանի որ մրցանակաբաշխությունը ամբողջությամբ ինքը դերասանների մասին է, ոչ screenplay գրող, ոչ ռեժիսոր, ոչ մեկ բեմ չի բարձրանում, այլ բարձրանում են դերասանները։ Ու այս մրցանակն էլ տվեց Samuel L. Jackson-ը, ինչը թվում է։ Էլի հուշում էր բաներ արած, այո։ Ու իր Life Achievement Award-ը այստեղ ստացավ շատերի կողմից սիրված Harrison Ford-ը, շատ sense բաներ գիտես, շատ հուզված էր ամբողջ ռեչի ընթացքում նախ իրան մոտավոր մի 10 րոպե ներկայացրեց Ֆոդի Խարելսոնը, հետո ինքը տենց երկար բարակ ներկայացրեց, ինքն էլ լավ sense հուզված, sense քթից էր գնում, աչքերից էր գնում բան, ասել շատ, բայց մեկը հումոր արեց, դե sense նկատակները լավն են, sense մեր գյուղից ելած մարդ լինի ոնց որ, բայց ֆորմեն տեղը բան էլի, ասեց այս մրցանակ ընդհանրապես ասեց ես հիմա մի վայրում եմ գտնվում, որտեղ մարդիկ ինչ որ բաների նոմինացիաներով ինչ որ մրցանակներ են տանում, ասում է իսկ ես մրցանակ եմ տանում այն բանի համար, որ դեռ սաղ եմ, ասում է for being alive, ասում է շատ ուստես բան դեմքով, բավականին ծիծաղալու էր, ինքը շնորհակալություն հայտնեց մի 3 հոգու, իրա կաստինգով ինչ որ մի ժամանակ զբաղվողիով իրան ինչ որ բան արել, վերջին 30 տարվա իր մենեջերին, ով իր կյանքի կարևոր մասերից մեկն է, ու բայց sense գիտես ինչ ձև էր շնորհակալություն հայտնում, տենց չէր ասում, էլի thank you to my band, sense շատ բան ձևի էլի, են որ դու չլնեիր, ես սկորած էի, ասում է I am still ասում է but active actor ասում է խաղացող եմ էլի, նես չի որ հիշենք իր վերջին սերիալն 1923, չգիտեմ։ Կամ հիշենք իր վերջին ֆիլմերից Կապիտան Ամերիկա Brave New World-ը։ Մարդը խալկի էր խաղում կարմիր գույնի։ Մի խոսքով ու գլխավոր շնորհակալությունը նա հայտնեց ում Ջորջ Լուկասին ակնհայտ։ Այո, նա հայտնեց Ջորջ Լուկասին, ասեց եթե ինքը ինձ cast չաներ այն չսպասված, բայց շատ successful ֆիլմում, որը ահա որ փողեր հավաքեց, ահա որ ինձ հայտնություն ձեռք բերեց եւ այլն, որից հետո ինքը խաղաց Indiana Jones, Blade Runner, ինչ դերեր ունի Հելենա, որ հաշվում ես Rick Deckard, չէ՞, ճիշտ եմ բանանում։ Մի խոսքով շատ հուզված նաեւ Ջորջ Լուկասին հայտնեց շնորհակալություն հայտնեց իր peer-երին, ravesnikներին, ովքեր դեռ չկան, մեծ մասը չկան, մի մասը կա, այտենց մի խոսքով շատ հուզված էր Harrison Ford-ը։ Մենք էլ ենք հուզված, շնորհավորում ենք Harrison Ford-ին, շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։ Այո։ Ինչ օդերից մի քիչ խոսանք փոփոխություններից, ինձ թվում է քեզ էլ մի ծրտիկ բան ասեմ, հա, շատ որպես վատ բան սագի ուղությամբ, չգիտեմ, միգուցե իրանք ամերիկացիներ չէին դրա համար, sentimental value-ն չուներ ոչ մի նոմինացիա այստեղ, ինչը շատ զարմանալի էր։ Կարող է ինչ-որ տենց ռուլ կա։ Կարող է ինչ-որ, հա, բայց արդյոք չեն կարող է գիլդիայի անդամներ։ Չգիտեմ, բայց ուզում եմ հիշեմ արդյոք չեն եղել էլի sense դեպքեր, որ եղել են նոմինացիա։ Չգիտեմ։ Տենց, սակը կյանքում առաջ անգամ է ինչ-որ բանի։ Sentimental value-ն չուներ ոչ մի նոմինացիա։ Արի օդերի փոփոխությունից մի երկու բան։ Իհարկե։ Հուշագրավ ենք։
հուշագրավենք, հիշենք նախկին նոր բաները, հոդերը։ Ուրեմն առաջինը ինչը փոխվել է, բայց սա ոնց հասկանում եմ միայն մրցանկաբաշխությունների արդյունք չի, այլ նաև այդ դերասանը պարզվում է ինչ-որ կոմենտներ արե, բնականաբար 21-րդ դարում պետք է cancel անեն տենց բաների համար, խոսքը մա Տիմոթի Շալամեյը իր օպերայի ու բալետի վրա կայֆավատ լինելու պատճառով, մարդիկ բայց ամեն դեպքում շատ տարօրինակ է որ sense բանա խոսացել, ես նայել եմ համարյա ամբողջ հատվածը, sense ասեմ ոչ մի արտասովոր բան դեռ արտասովոր չի, ուղղակի անզգուշություն է իր կողմից ինձ թվում է։ Դե հա, բայց եթե ասենք շատ կներեք էլ էսի, բայց պետք է ասեմ ուրա գնում աշխարհը, եթե պետք է ինչ որ նման արտահայտության համար որոշեն որ մարդուն ինչ որ պրիզից են զրկելու, իմ համար դե կարող շատ խնդալու է ուղղակի։ Վինիսիուսին էլ Զալատոյի բալոն դորից Վինիսիուսը կատարյալ թողներն մեզ ռեալի ֆանատները, բայց հուսամ դուք էլ եք հասկանում որ Վինիսիուսը լավ վերադառնալով մեր ոլորտ, ստեղի Վինիսիուսին Այո, Տիմոթի Շալամեյի օդերը շատ են ընկել ու հիմա բավականին մեծ ատրևով Մայքլ Բի Ջորդանը համարվում է գլխավոր պրետենդենտ այդ մրցանակի լավագույն դերասանի մրցանակի համար։ Էմի Մադիգանը այս մի փոփոխության շատ ուրախ եմ, որտեղ ինձ Տիանա Տեյլորը ընդհանրապես դուր չի եկել։ Ես էլ չեմ գտնում, որ ինքը պետք է հաղթի։ Բանը չէ, ինչի համար Օսկար պետք է ստա։ Հա, այդ տեսանկյունից համաձայն եմ, բայց արդյունքում Էմի Մադիգանն առաջի տեղով գնում, իմ համար օրինակ Weapons of Career անում սա ֆիլմը, ինքը մի քիչ Ջոշ Բրոլին է, բայց ամեն դեպքում Էմի Մադիգանը հիմա ֆավորիտ է եւ իմ եւս մեկ տխրություն Best Supporting Actor-ում այլևս Skarsgård-ը չի առաջատարը, այլ Sean Penn-ը, ով արդեն 2 մրցանակ է տարել իր վրա ու շատ լուսագ է, դա արդեն վсё։ Թվում է թե այստեղ հարց չկա։ Մնացածը տես էլ շատ չեմ խորացել ուսումնասիրել, թվում է թե ինչ որ Իսկ Best Screenplay-ն ժամանակումն էր։ Չէ, Best Screenplay-ի հարց չի եղել։ Sinners-ն Original Sinners-ն է, adapted-ը։ Այսքանը, այսքանը։ Զուտ մի բան էլ ես ուղակի որպես արդյունք այս ամեն ինչի, ամբողջ որ season-ում One Battle-ը շատ sense flawless գնում է, բայց թվում է թե այս Actor Awards-ը բավականին հնարավոր է փոփոխություններ մտցնի, այստեղ նույնիսկ բանը չկա, այդ որ ասես օդերին մայենք մի հատ եւ այլ բան, այստեղ կա հավանականություն, որ արդեն Sinners-ը հնարավոր է Best Picture-ը տանի, արդեն խոսում են դրա մասին, ոնց որ այդ vibe-ը կա էլի մի տեսակ, որ ինչ որ եմ ասում լուրեր են պատտվում տենց այդ վիճակները, որ արդեն սենց մոտենում է One Battle-ին, բայց ես իրականում երկու ֆիլմն էլ շատ հավանել եմ, ուղղակի One Battle-ը շատ եմ հավանել, շատ ավելի շատ, հենց որ նես չի որ կտխրեմ զուտ նրա համար եթե Sinners ակտիվայ խիտվեցին, այլ զուտ ինձ թվում է One Battle մի քիչ ավելի ուժեղ ֆիլմ է, այդ տեսանկյունից, բայց չեմ տխրի, որ վատ ֆիլմի են տվել, որովհետև Sinners-ը ընդհանրապես վատ ֆիլմ չի իրականում, բայց տենց։ Մի խոսքով թվում է թե Best Picture-ի մրցանակը բավականին սենց է դառնում արդեն։ Սպասենք մարտի 16-ին, եթե ճիշտ եմ Google-ել այս ընթացքում։ 16-17 լույս 17-ի հա, մեր պարագայում դե իրանց մոտ երեկոյան սկսվում է։ Սպասենք Օսկարին, շնորհավորենք բոլոր հաղթողներին։ Այս ի նկատի ունեմ արդեն կայացած բոլոր մրցանակաբաշխություններին եւ շուտով սպասեք մեզ Օսկարի թողարկմամբ եւս։ Այո, սպասեք մեզ, էլի մարդ կբերենք։ Այո։ Իսկ երկանկյունին այսօր այսքանն էր։